Հին աշխարհի մեծ պատմիչները Հերոդոտոսը, Պլինին եւ այլոք իրենց գրառումներում դարեր անցելով վեհորեն վկայել են հայերի անհավատալի հյուրասիրությունը, նրանց ազատասիրությունը եւ գինու անսպառ որակը։ Այս վկայությունները մեզ հիշեցնում են, որ հայերի հյուրընկալությունն ու արժանապատվությունը դարեր շարունակ եղել են օրինակ բոլորին, հպարտորեն ներկայացնելով մեր ազգային մշակույթի արժեքները։ Բարև ձեզ, ես Դավիթ Շեկոյանն եմ եւ սա է Հայի կոդը։ Եվ այսօր իր տանդրներն է բացում մեր առաջ սիրված դերասան Աշոտ Եդիգարյանը։ Այստեղ ապրելով չեք համեմատում, չեք կարոտում ձեր Հայաստանի տունը։ Կարոտել է այն խոսքը չի Դավիթ ջան։ Ես այնտեղով ապրում եմ։ Ունենում եմ նույնիսկ կարելի ասել դեպրեսիոն վիճակներ, փողը լինի կգնամ Փարիզները ման կգամ բան։ Մի հատ լավ Երևանցի հայոյանք տվեցի, ասի մարդը ուշունց տվեցի, թողի դուրս եկա։ Ինձ համար բացահայտում էր։ Եվ ինձ մեջ ասեցի ու մոլոդես պապան, ես ինչ լավ դերասան է։ Նորմալ մարդ է էլի Աշոտը։ Չի կարող պատահի։ Ասի ներողություն ինչ եք անում, ասեց հայրենիքիս հոդը գարնեմ։ Ինչ հայրենիք։ Մի օր առաջ եմ առել ամերիկյան ֆիլմում եմ նկարվել կինոաստղի հետ։ Հա, Բրեդի Քինգն էր ռեժիսորը։ Ուշադրություն, Հոլիվուդում Հյուգո Շիփինգը առաջարկում է բացառիկ զեղչ։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Այո, ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Օդանավով 1 փաունդը 2.99, միայն $2.99։ Դրամի փոխանցում, առաքում տուն ընդամենը 2%։ Ճիշտ լսեցիք, առաքում տուն 2%։ Հյուգո Շիփինգ։ But I can see us lost in the memory. All this slipped away into a moment in time. 'Cause it was never mine. And I can see us twisted in bed sheets. All you slipped away like a bottle of wine. 'Cause you were never mine. Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Մենք այժմ գտնվում ենք 222 Նորդ Վերդուգո փողոցում, որտեղ գործում է Կարսի լավաշը։ Մեր հայրենակիցները մեզ ասում են, որ Կարսի լավաշը շատ համեղ է եւ ունի յուրահատուկ համ, նույնիսկ մեծ հերթեր են գոյանում Կարսի լավաշը ձեռք բերելու համար։ Եվ մենք մեր ռեպորտաժում եկել ենք բացահայտելու ինչպես է պատրաստում Կարսի ավանդական լավաշը եւ ինչ համ ունի այն։ Դե ինչ գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ 10 լավաշ կտակ։ Այո։ Այսպես միշտ խապելով առանցերտ լավաշ ենք վերցնում։ Բարև ձեզ, ցամեցեք Դավիթ ջան, իհարկե, իհարկե։ Թող մեր ոդկը բարի լինի ձեզ։ Այո, շնորհակալություն, համեցեք ներս։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ոտա գալիս շատ սիրուն են։ Բարև ձեզ, բարև Ոնց եք պարոն Եդիգարյան ջան։ Լավ, Դավիթ ջան, լավ, փառքասու։ Շնորհակալ եմ ձեր տան մեջ ինձ հյուրընկալելու համար, մեզ հյուրընկալելու համար։ Մեծ սիրով Դավիթ ջան, իհարկե այստեղ մերը չի։ Հա։ Երևանինն է մերը։ Հա։ Դա ժամանակավոր։ Բայց մեկը այստեղ ենք ապրում եւ ուրախ եմ, որ այսօր մեր տանն ես Դավիթ ջան, շատ ուրախ եմ։ Ավելի արդեն հարազատաբար։ Հա, դե տունը լավ բան է, էլի։ Հա, շատ։ Տուն, օջախ, ընտանիք, այդ սա հոմանիշ էլ իրար, չէ՞, այդ բառերը։ Տանը ավելի սատամոտ ես, ավելի Հա, ավելի հարազատաբար ես, մթնոլորտ կա, բան կա, հասկանում ես։ Ճիշտ եք։ Իսկ հաճախ եք հյուրեր ընդունում ստեղ, թե։ Դավիթ ջան, ասում եմ, ես շատ եմ սիրում հյուրեր ընդունել, ընդհանրապես մեծ շրջապատ ունեմ, շատ ընկերներ։ Բայց բանից պարզվեց, որ կինս ինձնից շատ է սիրում հյուր ընդունել։ Որը զարմանալի է։ Ես որ հանգարց, հա, զարմանալի բան, ես որ հանգարց ասում եմ, բանը, այսինչին շուտվանից չենք տեսել, կինս ասում է, ինչ սարքեմ այսօր բան եւ այլն։ Հիմա իհարկե մի քիչ
Ջահել չի առողջական է ինչի, բայց ամեն դեպքում շատ կարողանում է լավ ճիշտ հյուրեր ընդունել եւ սիրով ընդունել եւ ճանապարհել։ Հիմնականում կնեք կանայք չեն սիրում, չէ՞, տունը հյուր ընդունել, որ աման լվալա, պատրաստելա, ավելի շատ զբաղված է լինում խոհանոցում, քան որ ինքինը մի քիչ բախտս բերել է, ավելի բան, ու սիրում է հյուր ընդունել միշտ։ Գիտես ոնց ընկերներս են գալիս, ասենք, ընկերներ կան։ Սիրում ենք, իհարկե սիրում ենք հյուր ընդունել։ Դա չլինի իսկ ավելի հաճախ հյուր եք գնում, թե հյուր եք ընդունում։ Ավելի հաճախ սիրում ենք ընդունել։ Հա։ Հա, հյուր ընդունել։ Տենց։ Հասկացա։ Որոն Իրիգարյան, սենց հետաքրքիր բան կա։ Տեսեք, որ ես ինչքան ժամանակ արդեն ստեղ եք, դե ժամանակավորա գնում գալիս եք Հայաստանում։ Երկու տարբեր տան մեջ եք ապրում, չէ՞, Հայաստանում ձեր տունն է հիմնական, ստեղ չեք կարոտում, ստեղ ապրելով չեք համեմատում, չեք կարոտում ձեր Հայաստանի տունը։ Կարոտել այն խոսքը չի, Դավիթ ջան։ Ես այնտեղով ապրում եմ։ Ես այդտեղ գոյություն ունեմ, բայց իմ էությունս, իմ խելքը միտքս, իմ սիրտը, հոգիս ամեն ինչ Հայաստանում է, Երևանում է։ Եվ ունենում եմ նույնիսկ կարելի ասել դեպրեսիոն վիճակներ, որ հիշողություններ, բան, այս փողոցի հետ կամ բան Երևանի։ Հա։ Այս այգու, այս չգիտեմ, դալիճի եւ այլն։ Կարոտը կարելի ասել նույնիսկ հիվանդ ենք մենք կարոտախտով, որ ստեղ ենք։ Ես ինձ ստեղ չեմ տեսնում, շատ հրաշք երկիր է, որ այսքան մեր հայրենակիցներին տեղա տալիս, տերականգնում, մի քիչ կենցաղային ասեմ, բայց իմը չի, Դավիթ ջան, իմը այն է։ Գիտես, այն երկրի հետ ես կապվում այն քաղաքի, որտեղից ունես հիշողություններ, որտեղ անցել ես կյանք, ունես սիրած փողոց, սիրած այգի, չգիտեմ, կինոթատրոն կամ մի խոսքով քո անցյալը էլի, իսկ դա շատ կարևոր է։ Ես էլ մարդու հետ նայող տեսակն եմ, էլի։ Ես չեմ կարող անցյալը մոռանամ, դիմացս չէ։ Դրա համար իմ համար շատ դժվար է այստեղ։ Հիմա էլի տարին մի երկու անգամ գնում եմ, գալիս եմ։ Հայ 80%-ը ես վստահ եմ, որ լավ օրից չի, որ ստեղ են ապրում կամ Ռուսաստանում կամ Եվրոպայում։ 80%, այն 20%-ը չեն քաշում, որտեղ նրանք ոչ հիշողություն ունեն, ոչ բան։ Հա, նրանք ես ստեղ մի հատ տուն էի ծանոթ, որ պապերով ընդեր բան չեն, էլի աղբար չեն, նորեկող չէին կամ բան չէին։ Ու մի օր տեսա, հարցրեցի, մի 10 տարվա բան եմ ասում։ Ասեցի, չես ուզում, չես կարոտում, չես ուզում գնաս Հայաստան։ Ծնողները այնտեղ են թաղված, իր ամբողջ կյանքը անցել է այնտեղ, արդեն 50-ից հետո նորեկել են բան։ Ասեցի, ինչ ունեմ այնտեղ կորցրած, ասեց։ Հա, փողը լինի կգնամ Փարիզները ման կգամ բան։ Էլ ես դրա հետ ինչ թեմայով խոսես, արդեն պարզ է, թե դա իրանից ինչ է ներկայացնում այդ մարդը։ Ես չեմ, մենք դե նախ հետո որ արվեստի մարդ ես, մի քիչ էլ ավելի բան ես լինում, սենտիմենտալ, մի քիչ ռոմանտիկ, բան եւ ամեն ինչը վրա ազդում է, այս կարոտը բանը շատ ավելի ծանր է ստանում, քան ասենք, եթե ես մասնագիտության այս խառնվածքի տերը չլինեի։ Այդպես Դավիթ ջան, բայց դե գիտես այնքան հայկա որ լավ է զգում որ հայերը շատ են։ Հա, մեկ ուրախանում ես։ Ես սարսափելի շատ սիրում եմ իմ համ երկիրը, համ լեզուն, համ ամեն ինչ, սարսափազան երկիր ունենք։ Այ մեկ որ ֆիլմ եմ նայում, հիմնականում նայում եմ ռուսական սերիալներ, դեռ դրանց մեջ շատ հաջողվածներ կան, շատ լավեր կան։ Մեկ է զգում եմ որ ասենք մի ժամ ու կես նայում եմ, զգում եմ արա իմ լեզվին կարոտեցի ու շուռ եմ տալիս լուրեր, բան որ հայերեն լսեմ։ Ես իրոք առանց հայերենի չեմ կարողանում, էլի։ Մի խոսքով, ոնց որ կանցնի ժամանակավոր է, կգնամ։ Վստահ։ Տեսնենք էլի Դավիթ ջան, տեսնենք Դավիթ ջան։ Պարոն Երիգարյան ջան, հիմա նայեք, արդեն մոտենում ենք ամանորին, այստեղ նշում ենք, պատրաստում ենք ձեր սիրած տոներից մեկը, կարծում եմ ամանորը կլինի, թե տենց ինչ ձևով եք նշում, ավանդական ձևով, ոնց որ Հայաստանում եք նշում։ Ասեմ։ Ես իմ ամենաշատ սիրած տոնն է այդ նոր տարի։ Մենք նոր տարի ենք ասում, չէ՞։ Մեր նոր տարի, դեկտեմբերի 31-ի։ Հա, իրոք շատ եմ սիրում։ Եվ հիմնականում
նշել եմ դրսում ելույթներ, բան, ինչ որ տանը չեք եղել։ հա, բայց երբ որ հնարավորություն կա անպայման ընտանիքիս հետ, կնոջս, դուստրերիս հետ, թորնիկներիս հետ։ Եվ հետո ամանորը ստեղ կարծես թե ամեն օր ամանոր լինի։ Երևան չի, էլի, Երևան մի քիչ ավելի ամանորը ավելի լավ են նշում։ Համաձայն։ Գնում են, գալիս են, շփվում են եւ այլն, ուտում են, խմում են ստեղ։ Ստեղ ուրիշ ձևի ամ։ Ստեղ են շատ լավ նշում, բայց ավելի շատ հա, զարդարանքներով, հա, բանով, էլի, բայց այդ ընտանեկան այդ ջերմությունը ներսին հոգին պակասում քիչ է, իսկ այնտեղ հոգի շատ է։ հակառակն է, էլի։ Ես շատ լավ եմ հիշում, հատկապես մեր երիտասարդ ժամանակ, այն ժամանակ, որ դեֆիցիտ էր ամեն ինչ, չէր ճարվում բան, կդրես Դավիթ ջան։ Ալես, մի հատ կոֆե դիր խմենք։ Ինձ քաղցր էլի, եթե կարելի։ Դավիթին քաղցր եթե կարելի է։ Ուրեմն Դավիթից ասեմ, հա, այն ժամանակ շատ համով հոտով էր էլի բան։ Գնալով մարդիկ իրարից հեռացան, սառեցին, սա գալիս է այս, չգիտեմ, տեխնոլոգիաների զարգացումից, գուցե, չգիտեմ։ Այսինքն գիտեմ, բայց Ինչից է։ երևի տենց էլ պետքա լինի, էլի։ Ես հիմա մտածում եմ, սարսափում եմ 10-20 տարի հետո ինչ պետքա լինի։ Կարող է մարդիկ իրար դուրը չբացեն գուցե։ Եվ դա շատ վատ է։ Իսկ այդ բանը գիտեմ, խռոված մարդիկ բարիշում էին իրար այդ ամանորին։ Հարևանները որ չէին խոսում, Իհարկե, բարիշում էին։ բան կարելի, համոհոտ կարելի այդ ամեն ինչի մեջ։ Հիմա կարծես թե վերացել է ցավոք սրտի։ Բայց ամեն դեպքում էլի ասենք մենք մեր մտերիմներով բանով հավաքվում ենք, բան օր ենք անցկացնում։ Հա, շատ լավ է։ Ես անձամբ շատ եմ կարոտում, շատ եմ սիրում, բայց այստեղ հələ չեմ զգացել են։ Գիտես Դավիթ ջան, կներես ընդհատում եմ, ես օրինակ կնոջս հետ էինք երկար տարիներ եւ մենակ էինք, հիմա գոնե դուստրս, թորնիկս այստեղ են, էլի, գոնե հավաքվում ենք տենց բան իրար հետ, որտեղ մարդիկ կան խնամիներով, բանով, ազգով, տակով ստեղ են, իրար հետ գնում են ճամփաբան եւ այլն, ես հիմնականում ընկերներիս հետ, ասենք ընկերուների, բայց երբ որ հարազատ մեկը ունենում ես, ասենք այն նեղ մոմենտին փուշ անելու մատիցդ, ասում ես արի մի հատ մեքենա բեր գնանք մենք այս ինչ տեղը, եթե պետք է լինում, ասենք, օրինակ եմ ասում։ Մի խոսքով, այդպես Դավիթ ջան, Ամանորին համեցեք, եկեք մեր տուն, լավ քեֆ անենք։ Իհարկե, սիրով ողն դիգան։ Դավիթ ջան։ Բալես սուրճը ինչ եղավ, բեր։ Մի հատ սուրճ խմենք։ Հատ կոֆե խմենք։ Հիշում ես, որ առաջ գնում էին ուտել խմելու, խաշի բան, մեկ էլ ասում էին Պերեգարոդկա մի հատ կոֆե բերեք։ Պերեգարոդկա, արա ինչ խոսք է։ Հետաքրքիր է, չէ՞, Պերեգարոդկա կոֆե։ Պերեգարոդկա, դե ընդունված խոսք էր։ Հետո կենաց էին խմում, ասում էր, քո կենացը դամավոյ կնիշկիտ կենաց, այսինքն ընտանիքի մեջ ով կար։ Բաներ կար, էլի, Երևանցու բարբար կար, ինչ որ։ Հայհոյանքին, ասենք, քֆուրին ասում էին ուշունց։ Սենց բաներ կար։ Աբրե աղջիկս, աբրե աղջիկս։ Շնորհակալ։ Աղջիկ ունեմ, աշխարհը չունի։ Այո։ Իվետային խնդրենք մեր սապարնի դիվայրը։ Ահա շնորհակալ եմ։ Իվետային խնդրենք մեր Կարսիլատան։ Կդրես փորձենք։ Իմիջայլոց ասեմ, անցած օրը Իվետան բերել էր ես գատայից, ինքը միշտ մշտական հաճախորդ է ես Կարսի, եւ շատ հավանեցի։ Հա, շատ հավանեցի, ես շատ լավ գատայ եմ Իմիջայլոց, շնորհակալ եմ, Պարսկահայերն եմ։ Շնորհակալ։ Այնքան են մերսի ասում, արդեն հոգնում ես։ Մի օր առավոտը շուտ նոր եմ եկել Ամերիկա, առավոտ շուտ է։ Նա ծանոթ ունի, մեքենայի վրա գործ էր անում, ես էլ մոտեցա, մի հոգի էլ կողքից կանգնած, հա, պարսկահայ էր։ Ասես, բարև, հոգնած չլնես, բան։ Արասի առավոտ շուտ ինչից պետք է հոգնեմ, ասի, չէ, հոգնած չեմ ասի, նոր քնից եմ կացել։ Հետո նոր իմացա, որ դա իրանց խոսքն է։ Հա, մրցած չլնես, հոգնած։ Իսկ որ այս ամանորից խոսում ենք, էլի նոր տարի բան, այտենց կա ինչ-որ մի ուտեստ, որը որ պարտադիր պետքա ձեր տանը լինի ամանորին։ Հա, իհարկե։ Որ ձեր սիրածն է, էլի։ Իմ սիրած ամենասիրածս ուտելիքը դա բանն է։ Պասուստոլմեն, բայց կնոջս սարկած, թփով։ Թփով։ Թփով թե կաղամբի։ Թփով։ Բա ես կաղամբի տերևով գիտեմ ինը։ Չէ, հաստատ ես նոր տարվան եկած էր։ Իրա սարկածը որ ուտես, ամեն օր ուտեմ, խելքս գնում է։ Ես սիրում եմ պասուստոլմը, պարզապես կաղամբի տերևով գիտեմ, էլի։ Իմ մամաս միշտ թփով ա արել, միշտ։ Ես թփով եմ սովոր։ Եվ թփովը ինձ ավելի է դուր գալիս,
Վրան էլ կծու կարմիր բիբար եմ անում, խենթանալու բան է։ Կինը շատ լավ է սարքում, շատ։ Հա։ Հիմնականում դա։ Ուրիշ առանձնապես ասուստորմա այդ շատ եմ սիրում։ Հա, ինչ որ հյուր եք գնում, արդեն ընկերների բարեկամներ, գիտեմ որ դու պասուստորմա սիրում եք, չէ՞, հատը։ Բազի հյուրից, օրինակ ես որ գնում եմ ստեղ ընդունված է, չէ՞, միշտ ռեստորան, ծնունդ, կնունմա խաչապուրի եմ բերում տալիս։ Բորեկ են ասում, չէ՞, ինչ է։ Խաչապուրի, բան, ամբողջ երեկոյի ընթացքում իմ կերածը 2 կամ 3 հատ խաչապուրի կդելնի, ուրիշ բան չեմ ուտում։ Նայած, խորոված, բան, տես բաներ չեմ օգտագործում։ Խաչապուրի եմ շատ սիրում, եկել, հա։ Մեկ էլ սիրում եմ կարկանդակ, հատկապես կնոջս սարկած, պերաշկի, կարտոֆիլով, մսով, հա, Երևան միտեղ կար, Դավիթ ջան, ուրեմն շատ լավ էին սարքում ու շատ էժան էր, Ամերիկայից, Եվրոպայից, ով գալիս էր, պիտի գնային այնտեղ պերաշկի ուտեին, ամենամեծ պաշտոնի մարդիկ գալիս էին այնտեղ նստում էին, կրկեսից մի կանգար դեպի ուրեմն առաջի մասեր, հետո դա վերացրին, որովհետև կողքը սաս է աշխատում, պետք է սասի պերաշկին ծախվի, ոնց կլինի այդ խեղճ ուտելակ։ Մի 10 տարի առաջվա, Եվ ես, հա, արդեն մի 10 չէ, մի 6-5 տարի ագել են, վերացրին դա։ Հիմա Երևանում նորմալ պերաշկի չես տենա ոչ միտեղ։ Այսինքն ինչքան լավ բան կար վերացրին։ Լուրջ եմ ասում էլի։ Նա շշմելու հաղորդում կար ռադիոյով, երբ որ մութ ու ցուրտ 10 դրամով որական գնում կպկալով, որ այդ հաղորդումը չմեռնի։ Կոչվում էր երգիծանք եւ հումոր առավոտյան 10 րոպե էր տևում։ Այդ ինչ ուրեմն մարդիկ մոտենում էին, այդ ինչ խոսքեր էին ասում, ինչ հրաշալի է, առավոտը մեր լավա բացվում, ձեր ձայնը լսում ենք եւ այլն։ Հրաշալի հաղորդում։ Դուք եք անում այդ։ Ես ձայնագրում էի այդ տեքստերեր, կարդում էինք հումորիստական, Մարիանուշ Գրիգորյանն էր անում, ռեժիսորը, տարբեր դերասաններ էր կանչում, դե ես հիմնական այդ դերասաններից մեկն էի, որը միշտ կարդում էի, որտեղ գույներով, բանով եւ այլն, էլի, հա։ Որտեղ լինում էր մի քիչ դες տափակ բաներ էր լինում, դու պետք է կաշվիցը դուրս գայիր։ Խոսքի գույն, ինտոնացիա, պաուզա, բան, ամեն ինչ, որ մի քիչ համոհոտ տայիր, բան, այդպես։ Եվ փակեցին, դա էլ փակեցին։ Այսինքն ինչքան լավ բան կար, փակեցին ու փակում են առ այսօր։ Փակում են իրանց սուտի էլիտար։ Պարոն Իդիգարյան, մի հատ հետաքրքիր բան ասեմ, հիմնականում ովքեր նոր սերունդը ձեզ ճանաչում է վերվարասներից ու հիմնականում էլի շատ մարդիկ կան, ովքեր կերպարային էին ձեզ նայում, չէ՞ ասում են Աշոտ Փայլակենստուն օրինակ Փայլակենստուն մի բաժակ ջուր չէր հյուրասիրում էլի հարևանները կանչում են մի բաժակ ջուր չէր հյուրասիրում sense բան կա չէ ժողովրդի մոտ որ լուրջ էին ընդունում լուրջ էին վերաբերում էին ասում էին ոնց որ մեր հարևան Բաքրատ Ջաջադն էր այլ ամեն շենքում դες մետ այլանդակ կա չէ ես ուրիշ բան այ մի անգամ պատահական ես ինչ չէի նայում ես տեղ եմ նայել մի քանի սերա ուրեմն ծիծաղից թուլացել եմ ամենն անկեղծությամբ Ես ընդհանրապես ինչ չեմ նայում, ինչ որ նկարվում եմ, հազվադեպ գյուտ։ Ուրեմն մտածում ինչ որ բան պետք է վերցնեի, բան։ Այդ իմ կադրերն էր։ Մի հատ լավ երևանցի հայոյանք տվեցի, ասի մարդը ուշունց տվեցի, թողի դուրս եկա։ Ուրեմն եթե ես ճղայլանում եմ ին վրա, ուրեմն պատկերացրու Ինչ հարևան ասում եմ, Անդառամենս տունը հասկեր ավ ասում է։ Չէ։ Դերա այդ մարդը, դերասան է։ Մարդիկան մինչև հիմա էլ չեն հավատում, որ ես կարող այդ այլանդակը չեմ։ Կնոջս հետ մի աշխատակցուհի կար, բժշկուհի։ Ամուսինն էլ զինվորական էր, բալկոնիկ ինչ։ Եվ ասում եմ, իմ ամուսնուն չկարեցա համոզեմ, արփային ասել կնոջս, որ նորմալ մարդ է, էլի Աշոտը։ Չի կարող պատահի։ Դուք կարես մարդը նորմալ մարդ, ոնց էլ ասում չկարողացա համոզել։ Այդտենց ընդունեց ու վեր։ Շատ է եղել, եկել են քարով որ խփեն բանան, այդտենց եղել է։ Է ստացվեց։ Խումբը լավն էր, շնորհքով մարդիկ էին։ Իրար հետ կարեցանք։ Միշտեղ էլ մի հատ ֆիլմ նկարեցինք Դավիթ ջան։ Կոչվում է Նմանակները։ Կարծես թե ստացվել է ու ված չի ստացվել է, չի կարող չստացվել, երբ որ տես դերասաններ են մասնակցել։ Հա, լավ դերասաններ են, Արթուրն է, Աշոտն է, Ղազարյանը, բանն է,
Հայկ Նասարատիկյան, Լեյլան, մի խոսքով Լեյլան հա, Թադևոսյան։ Լեյլան Իվետան, այտենց Համլետ Չիկնա։ հա, շատ լավ տղա է, շատ լավ տղա է։ Արամն ամեր Իտալիան, հա։ Շատ լավ դերասան։ Սա իմ հոգուն հարազատ մարդիկ են, էլի հասկանում ես։ Հիմա մի հատ նոր ֆիլմի ուրեմն ծրագիր էլ կա, որը պետքա, ռեալ է արդեն, պետքա սկսենք աշխատել։ Տեսնենք սա։ Դրա շարունակությունն է, Չէ, ուրիշ ֆիլմ, էլի կոմեդիա է։ Մի խոսքով։ Մեր ժողովրդին կոմեդիա շատ է պետք, Դավիթ ջան։ համաձայն։ Մեր ժողովուրդը այնքան ցավ ու տառապանք է տեսել, որ հիմա պետքա մի քիչ կոմեդիա, ծիծաղ։ Բայց մի քիչ բան էլ է պետք, ինձ թվում է այդ լրջությունն էլ է պետք, ինչ որ դաստիարակչական ավելի շատ, էլի։ Այդ հրաշալի կլներ, բան, չէ, դաստիարակչական տես բաներ հիմա չեն։ Բումերանգը որ նկարում էին այն ժամանակ, ցույց էր տալիս, որ օրինակ պռավա պետք չի, վարորդական համունքը պետք չի առնել, այդ ով որ տվեց փողով, էդի գցեց դրան ավտոյի տակ, չէ՞, տենց ասում է, սես հերես խոսք ուներ, թուրքը անիծված է, խոսքը օժտված է, մի ասեմ կոմունիստները անիծված են, բայց խոսքերը օժտված են, էլի գոնե մի բան անում էին, էլի մի քիչ կարծես թե որ նպաստեն մարդկանց օրինակ բարոյականությանը, ճիշտ վարվելաձևին, վարքին։ Հիմա այդ չէ, հիմա լսի գիտես ինչ գողական են, սա գողական են, չես հասկանում ուր են կեթում։ Ուր են գնում չէ։ Բարի դիգարանս, բանը հիշում եմ, որ մեր զրույցի ժամանակ ասացիք, որ դուք նկարների մեծ սիրահար եք։ Ու տեսնում եմ, տանը ճիշտ է քիչ հա, բայց չէ, դու պետք է Երևան գաս իմ տուն։ Գիտեմ, որ Երևանում այդ հրաշալի նկարներ, հրաշալի նկարիչների կողմից շատ լավ նկարիչ է։ Էդուարդ Խարազյան, Գարուկյան Հենրիկ, Գարուկյան Սարգիս, Մինաս Զաքարյան, այսինքն սրանք սա անուններ են, որ ամբողջ աշխարհում ցուցահանդեսներ են։ Անցած օրը Մինասը իմ շատ լավ ընկերն է։ Անցած օրը ուրեմն աշխարհում երևի տենց երկիր չկար, որտեղ ցուցահանդեսներ չունենար։ Էլ Սան Ֆրանցիսկո, էլ Ռոմ, էլ Փարիզ, մի խոսքով։ Իմ մոտիկ մարդիկ են եւ Խարազյանը չկա հիմա մահացավ ողորմի իրան։ Մի խոսքով, տենց մարդկանց հետ եմ շփվել։ Խարազյանի միջոցով Էլիբեկյանների հետ եմ շփվել, առիթներ ունեցել եմ։ Եվ ես լավ եմ զգում, այդ մարդկանց ճանաչել եմ, շփվել եմ, հետները զրուցել եմ, սեղան եմ նստել մի խոսքով։ Իսկ ես նկարները, ուղղակի նկարներ են, թե տենց Վատ նկարչի գործա։ Չէ, ուզում նկատի ունեմ հայտնի նկարչի գործա, թե ուղղակի գեղեցկություն ճիշտ ասած չգիտեմ, ուղղակի որ ես չեմ կարող պատերին նկար չունենամ, էլի, այստեղ եթե հանդիպեմ լավ գործեր ու հնարավորություններ եսների, այստեղ էլ կառնեմ սաղ տունը նկարներ կպցնեմ, որտեղ դա ինձ հոգեկան մեծ ուրեմն հաճույք է պատճառում։ Գրքեր եւ նկարներ, ինձ ուրիշ բան այդքան հետաքրքիր չի։ Ոչ ջահը կախած, ոչ չգիտեմ ինչը, ոչ կահույքը։ Ես սիրում եմ կերպարվեստ եւ կերպարվեստի գործեր եւ գրականություն, գրքեր այստեղ էլ ունեմ։ Քչի շատից Երևան գնալուց ամեն անգամ հետս բերում եմ գրքեր։ Հա, կամաց։ Հա, այս անգամ Մարկես եմ բերել։ Մի խոսքով մի քանի գործ բերել եմ, առանց կարդալ չեմ կարողանում էլի։ Հա։ Շատ եմ սիրում Դավիթ ջան կարդալ։ Մի օր որ չկարդամ, դա իմ համար ժողովուրդ չի։ Երևան այսքան թերթ եմ։ Մի ամիս կարդում եմ։ Ինչ է հետաքրքիր, մինչև այս հեռախոսները գրքի ցենկոմ աշխարհ չկար մեր համար։ Այս հեռախոսները ինչ եկավ ընկավ մեր Դավիթ ջան, ես հեռախոսով չեմ կարողանում, ես հաճույք չեմ ստանում։ Գրքի կուլտուրան ուրիշ է, գրքի այն հոտը, գրքի այն թղթի, չգիտեմ, գրքի հաճույքը ուրիշ է, ոնց որ մեկը լինի հետը դու հետ զրուցում ես, բան ժամանակ ես անցկացնում։ Հեռախոսը ես չսիրեցի, չեմ սիրում։ Հեռախոսով կարող է փոքր մի հատ ֆրազա կարդամ, ասենք, հետաքրքիր բան լինի, բայց հեռախոսով պատմվածքներ կարդամ, բանից հաճույք չի պատճառում դա։ Հա։ Գրքի կուլտուրան լրիվ ուրիշ է, գիրքը ուրիշ է։ Ինձ համար գիրքը թերթը ընդհանրապես ինչ ասեմ Դավիթ ջան, սենց ֆիլմերի մասին էլ այդքան, այստեղ որ անում են գոնե դա մի քիչ հոգու մխիթարանք, հա, գոնե զբաղվածություն է։ Քո սիրած գործով ես զբաղվում, հա։ Թեկուզ քիչ, բայց հա, բայց հա, իհարկե։ Հա։ Լավ ընկերներ ունեմ, այսօր էլ մեր շատ սիրելի Երգիչ Սամվելը զանգեց ծննդյան օրը, մելոմաններ խումբ ունեինք մենք, աղանդավոր անձնավոր, դե հիմա արդեն տարիքը առել է, բան հրավիրեց ծնունդն է, պետք է նշենք։ Ֆլեյտահար Սիմոնը, Արմենը,
գիտարիստ սուպեր մասնագետ Ռաֆոն մի խոսքով սենց բանը սաքսոֆոնահար Վանիկը տաղանդավոր մարդ երգիչ Արայիկը մի խոսքով տենց մենք մեր խմբով մեր ուրեմն երաժիշտ ընկերներով նկարիչ ընկերներով սենց շփվում ենք իրար այդտեղ Դրանից լավ բան չկա, տարության մեջ ենք գոնե։ Դա մեր դա է Դավիթ ջան Բոլորովին Քունչունեմ ինձ տեսնողը կարծում է թե Ինչ է նորմալ երգեր ես Կարնամ կերքեմ Ոնց ես Իվետ ջան Լավ, Դավիթ ջան, շատ ուրախ եմ, որ վերջապես որոշեցիք նաև մեզ հյուրընկալել, շատ Իհարկե սիրով միշտ հաճելի է տեսնել լավ մարդկանց, լավ արվեստագետներին Շնորհակալ եմ Մենք էլ նմանապես ինձ հաճելի է որ ասենց չես կարող կտրվես այդ մարդկանցից Դա միայն ուրախալի Ձեր ընտանիքի տեսակն է Մերսի շատ շնորհակալություն Ոչ միայն ես, այլև մեր հայրենակիցները հայերը շատ են սիրում ձեզ Իվետ ջան Ինչ եմ ուզում ասեմ Բանը, ասենց վերվարասներից էի ուզում սկսեի քո հետ ու ինչն էր հետաքրքիր որ ասում հայրիկդ նկարվում էր, դու նկարվում էր հերիքշի, աղջիկս էլ հետ է, Հենց ծնվեց մի անգամից տարա Ես նկարվում։ կավելացնեմ, չծնված նկարվում էր արդեն ինքը։ Հա, դրա համար արդեն որ պետքա ծնվել։ Ո պետքա ծնվել, հայ հիվանդանոցում էի, հիվանդանոցում երրորդ օրն արդեն դուրս պետքա գրվեի, այնտեղ էլ նկարահանում արեցինք, իհարկե թույլ տվեցի մեզ այնտեղ նկարել, որ նոր 3 օրեկան էր, մի քիչ դժվար էր իհարկե 3 օրեկան երեխային, բայց առաջնեք եւ վերջնեք։ Միակ աղջիկը։ Միակն։ Նկատի ունեմ որ փորձե չուներ երեխա պահելու մեծացնելու, ասես մի անգամից բերեցիր նկարանման հրապարակ։ Իմ միանգամից ասացի սովորեցնեմ երեխային, մեր մասնագիտությանը իմանա ինչի ինչոց է։ Երկու տատիկները բոլորը պահում էին, այո, Եվ նաև 40 օրեկաներ այդ ժամանակ եկան նկարանցին տանը, որից հետո արդեն նույնիսկ հետը ստանում էի նկարման հրապարակ, որտեղ որ նկարանում էր այդ տանը։ Եվ ամբողջ խմբով մենք երեխային նայում էինք, երբեմն լինում էր որ ռեժիսոր օպերատորների այսպես օր էին երկու, որ քներ կարողանանք շարունակենք նկարանումը, այո։ Լավ տարիներ էր իրականում, շատ լավ հուշեր կար, որտեղ բոլորս այնտեղ մի ընտանիքի պես են վերվարածներ հեռուստասերիալում, բացի այն որ սերիալը ինքնին առաջինն էր, որպես հայկական սերիալ մեր հեռուստատեսությունում եւ մեր իրականությունում, բացի դա նաեւ շատ հրաշալի կոլեկտիվ էր, որպես մի ընտանիք բոլորս այնտեղ եղել է որ միջև լույս նույնիսկ նկարահանում ենք ունեցել, մի խումբը նկարում էր, մյուսը հանգստանում էր, միասին ծուր ապրեինք մի ընտանիքի պես, այո, շատ լավ էր։ Իվետ ջան, ես մենք գրեթե հասակակիցներ ենք ու այդ մանկությունը որ ունեցել ենք ու հրաշալի մանկություն ենք ունեցել։ Շատ։ Դու փորձում ես քո աղջկան մանկության տարիներ, հիմա արդեն մեծ աղջիկ է դարձել, այդ ընթացքում փորձել ես այդ մեր խաղերը, մեր չգիտեմ որ անցել ենք մենք դրա մեջ։ Փորձել եմ, բայց չի ստացվել, ինչի համար, որովհետև առասարակ իր սերունդը անցան այս հեռախոսներին եւ այդ խաղերը, թեկուզ եթե աղջկաս ասեմ, պատմել եմ շատ։ Նույնիսկ եղել է դեպք, այո, ես հիշում եմ, պապայից տան մոտ այգի կա, պրոսպեկտի վրա։ Այնտեղ երբեմն առավոտյան մենք գնում ենք վազելու, մարմարություն, վազք եւ այնտեղ ես մի օր գծեցի կլաս կավիճով, չգիտեմ, ոչ բոլորը գիտեն կլասը որն է, խաղը, այսպես քար գտա, հատուկ տափակ քարով, այո, թռելով մի ոտ, հետո երկու ոտ։ Այդ առաջին անգամ այդ ժամանակ աղջիկս հետս խաղաց, թռավ այդ խաղը, իհարկե իր համար անսովոր էր, դա նորություն էր, ես իհարկե մեծ սիրով հիմա էլ խաղա այդ խաղերը մեր։ Բախկվոցի, հալամուլոյել, ինչ խաղ կա խաղացել ենք, նույնիսկ ես միլիցիա ենք խաղում, ես հիշում եմ, հա, էդ էլ եմ հիշում, նաև տղայի խաղերն էլ էի ես խաղում, ֆուտբոլ էինք խաղում։ ඒ ժամանակը տես չկար բոլորով իշտի։ Բոլորը հավասար, հա, տղա աղջիկ։ Բայց իհարկե ում հետ խաղալ, քանի որ մեր բակում արդեն այդ խաղերը ոչ մեկ չէր խաղում։ Ինչքան է ես փորձեի աղջկաս ասել, որ գոյություն է նման խաղեր, շատ լավ է երեխայի համար, որպեսզի կտրվեք այս հեռախոսներից եւ խաղաք ունենաք իսկապես հետաքրքիր մանկություն,
Մեր բակում ոչ ոք արդեն չէր խաղում։ Կային երեխաներ, որ իջնում էին, բայց ռեզին չկար, պարան չկար, այն ռեզին թռնելը։ Նախ նաև դա առողջություններ եւ մարմնամարզություն էր։ Ջիմ գնալու փոխարեն մենք հետո խաղում իջնում էինք այդ խաղերը, կարծեմ իմաստ չուներ ջիմ գնալ կամ ֆիթնես այն ժամանակ չկար էլ այդպես բան։ չկար էլ այդպիսի բան, ֆիզկուլտուրաներ մեր դպրոցում անցած, որ գերազանց էի ես, բայց ամեն դեպքում եթե լիներ, կարծում եմ չես համեմատի այդ խաղերը հավասար էր 10 անգամ ավելի լավ էր, քան ջիմ գնալ եւ տրենաժերով պարապել։ Հիմա էլ իջնում են բակ ու Եվ հեռախոսների մեջ են։ հեռախոս եւ կար ընդհանուր շփում։ Հիմա գնացիր ֆիթնես, պարապեցիր, լավ, մարմնամարզանք, թեկոզ այդ մարմնամարզության տարիքի համար, բայց շփում չկա։ Դու եւ այդ տրենաժերը։ Իսկ այն ժամանակ երեխեքով հավաքվում ենք, ինչի՞ չէ, նաեւ բեմադրություններ էինք անում։ Ամեն մեկս փող էինք հավաքում, տնից բերում էինք, վերջին որ բեմականացումը լինում էր տատիկ պապիկների համար, տարբեր կերպարներ, շորեր, տներից, պապայի կոշիկներ, բեխեր, ինչ գտնեին, կեպկա, սարոճկա, ամեն ինչ։ Դրանից հետո ամենահավեսը փարթիներ էր, ինչպես հիմա են ասում, հավաքույթներ մեր այդ գումարով գնում ենք ինչ-որ բան էինք առնում, ուտելիք եւ այլն, եւ դրա մեր համար քեֆ էր։ Ու հավատը դա 1000 անգամ ավելի լավ քեֆ է, այդ մեր բանում պատեզդում հավաքվելը երեխաներով, քան հիմիկվա այդ քեֆերը, որ հատուկ գնում են ինչ-որ այսպես հակած սերֆին պարտադիր, այդ տարիքում գնում են իրաց ցուցադրելու, էլի ավելի շատ։ Այն անհոգությունը, այդ հավեսը ոչ մեկ չի հասկանա, միայն մեր սերունդը երևի թե կհասկանա, թե դա ինչ հաճույք էր այդպիսի քեֆ կազմակերպելը։ Այո։ Այդպես։ Իվետ ջան, sense մի բան եմ ուզում հարցնեմ, նայ, երբ հասկացար, որ տարիքում ոնց հասկացար, որ պարոն Եդիգարյանը հայրը ինձ ճանաչած ու սիրված դերասան է ինքը։ Ինչ դժվար հարց ես տալիս։ Հարցերը Հիմա միշտ եմ զգացել դա։ Չէ, միշտ ներքոս։ Նայ, ես որ հասկացա, դե երբ որ արդեն հասուն է, երբ որ նկարանումներ, չէ, իրենք մինչև վերվարածները նաև նկարանում էին, այդպես կասետներ կար այն ժամանակ, սկեչեր, հումորային։ Խոսքս ավելի վաղ, օրինակ 7 տարեկան, 6 տարեկան, 5 տարեկան, երբ ես։ Ինքը այդ ժամանակ ինձ համար էլի սիրված ճանաչված դերասաններ, ճիշտ է, կինոյում այդպես, որ կերպարով, ես շատ լավ հիշում եմ իրենց թատրոնում իհարկե բոլոր ներկայացումներն էին նայում, ես շատ սիրում էի բոլոր ներկայացումները, բայց առանձնահատուկ տպավորվել է ընկեր Փանջունին, Երվանդոցյանի, որովհետև հիմա որպես դերասանու եմ ես դա հասկանում, որ 2 ժամ լինել գլխավոր կերպարում եւ ամբողջը էներգիա է, ամբողջ այդքան էներգիա տալ, երբեմն լինում է, չէ, խաղում ես գլուխդ պտտվում է, դե հոգնում ես ամեն դեպքում եւ նման բարդ դեր կատարել։ Կարծում եմ բարդ է, հեշտ չէր, որովհետեւ շատ ակտիվություններ պահանջում, համ այն ներդրումը քո էմոցիոնալ, այդ ամեն ինչը միասին, աշխուժություն, չգիտեմ, ես զարմացա նույնիսկ, որտեղ մինչև այդ տեսել էի, դե կամերոնն են, դե հեքիաթներն են, էլի լավն են շատ, բոլոր ներկայացումներն թատրոնում սիրում, բայց Փանջունը կերպարով տեսնելը ինձ համար բացահայտում էր։ Եվ ինձ մեջ ասեցի, ու մոլոդես, պապան, ես ինչ լավ դերասան է։ Հա, եւ նաեւ իհարկե կինոյում հետո նայեցի որ ֆիլմներ Ջիգար Խանյանի հետ, որ այնտեղ Կատյարը պետքա բրդի, կարծեմ օտար խաղեր, այո։ Ես հիշում եմ, որ ասում էի, վայ պապասա, այդ ժամանակ իստորի արդեն պապան շատ հայտնի դերասան է, բոլորը գիտեն, իհարկե ավելի մեծ ճանաչում եկավ հիմնական Անիծվածներ ֆիլմը, որին հաջորդեց նաև մեր հեռուստասերիալները։ Իսկ մինչև այդ ընթացքում, որ ընտանիքով դուրս էի գալիս, քայլում։ Երբ որ գնում ենք թեկուզ հանգստանալու, գալիս էին, մոտենում էին, նկարվում էին, այդ արդեն մի քիչ ավելի հասուն էինք։ Ես լավ էի զգում, շատ լավ էի զգում ինձ իհարկե, իր կողքը, հա, ու երբևիցե չեմ մտածել, որ ես կդառնամ հանրաճանաչ չեմ ասել, էլի կսիրեն եւ կճանաչեն։ Հիմա ինչքան եմ, ոչ թե բոլոր, կարող է բոլորը չճանաչեն, ամեն դեպքում ես չգիտեի դա ինչ բան է եւ իհարկե հաճելի է։ Համ հաճելի, համ մի քիչ արդեն պարտավորվում ես,
Բայց իհարկե ես միշտ լավ եմ զգացել, հպարտացի, որ գնում էի, արդեն գիտեի, papayin ճանաչում են, առիթ օգտագործում էի։ Ես էլ մի քիչ ամաչկոտ չեմ, էլի չեմ ասի աներես եմ, բայց ամաչկոտ էլ չեմ։ Որ գնում էի, ասում էի, գիտեք, ես Աշոտի աղջիկն եմ, կամ թեկուզ հերթի մեջ պետքա կանգնեի, կամ ծանոթ էր իրան լինում, հա, ես չեմ սիրում հերթ կանգնել։ Կգնայի կասեի առանձին, գիտեք, այն հետեւի մտքից կամ բան, ես Աշոտի աղջիկն եմ, ես ինչ բան ինձ հարկավոր է, կամ ինչ որ ներկայացում լիներ եւ ինչ։ Բայց վստահ եմ պարոն Եդիգարյանը պես չի ասել, որ Չի սովորացրել, ես դա իմ կամքով էի անում, չի չերել ասում, գնա ասա, չէ, ես ինքս որոշում եմ, ահա, այստեղ ներկայացում ա գնում կամ ուղակի կասեի, որ ես ինձ լավ եմ զգա, օրինակ իմ աղջիկս հակառակն է, բայց ես կասեի, գիտեք, ես դուք իմ papayin կերն եք, ես Աշոտի աղջիկն եմ, ուղակի կասեի, ինչ որ շատ չկար այդպես, բայց լավ է ես զգում, որ ինձ տեսնեին իմանային, որ papayi աղջիկը էստեղ է։ Ես լավ եմ զգացել, հպարտացել եմ դրանով, երբ չեմ ամաչել, որ ասեմ ներկայանամ։ Այդպես ուզում ասեմ ամաչկոտ չեմ եղել։ Ես գիտեմ։ Իվե ջան, լավ մի փոքր խոսենք այս խոհանոցային թեմաներից պատրաստում ես ամանորին աշխուժ ես խոհանոցում, թե Ոայ, շատ աշխուժ եմ, նույնիսկ բարձրանում սեղանի վրա պատրաստում եմ իջնում չեմ հավատում։ Առասարակ ասեմ ձեզ, կոնկրետ ինչ որ բան, որ ինձ պարտավոր է, որ պետք է անել, ես չեմ սիրում, ես սիրում եմ իմ ինիցիատիվայով, բայց պատրաստում եմ, մտքին տեղին ինչպես ասում եմ, սովորել եմ, այո, անցած օրինակ ամանորին, նույնիսկ եղել է նոր տարի, որ ամեն ինչ ես եմ պատրաստել, որտեվ ես սիրում եմ ասեմ, սա իմ սարքած ուտելիքն է եւ այլն, Գլուխ գովար։ Որ պետք է լինում, այո, ինչու՞ չէ։ Իսկ հայրիկդ որ պատրաստածն է շատ սիրում։ Ոչ մի։ Շատ անկեղծ ես։ Ոչ մի։ Խաչապունին երևի։ Չգիտեմ, չէ, հիշեցի, կարող է ինքը չհիշի, աղջիկս էլ է հիշում։ Մի անգամ ես ինտերնետով էի տեսել, սովորել էի, այնտեղ միս սունկ ժար տեսանում եմ, այսպես ձեթի մեջ, միսեր տապակում, հա, միս, սունկ, գազար, բիբար, գունավոր, շատ համով բաներ, նույնիսկ հետո մի անգամ ասեց, էլ երբ կսարքես։ Չէ, իմիջիալոց ոչ, չգիտեմ, papan, բայց բարեկամներս բոլորը, նույնիսկ որ իրենք ստեղ Ամերիկայում են, ես Երևանում էի, երբ որ իմ տուն էին գալիս մորքուրներս, ասում էին շատ համով է քո ձեռքը։ Սիրում եմ, առաջ շատ էի խմորեղեններ պատրաստում, ամեն շաբաթ ինչ որ մի բան պետք է սարքեի, տորտ, թեկուզ ձևավորեի, ուղղակի իմա ստեղ մի քիչ հոգնում ես, ժամանակ չի լինում, այսպես։ Չէ, նորմալ աշխատանք։ Պետք է լինի հավես ժամանակ ունենաս, հանգիստ լինես, երաժշտությունը միացնես կամ ինչ-որ մի ֆիլմ միացնես ու հաճույքով, բայց պատրաստում եմ։ Չեմ կարող չպատրաստել։ Իսկ սենց ասեմ, բանը քույրիկիդ պատրաստածն է հայրիկդ մեծ սիրով ուտում թե քո։ Ասեմ ինչի քույրիկս, որտեվ քույրիկս հաճախ է պատրաստում եւ հաճախ է առիթ ընձեռում, Հետո կարոտ կա բան կա, չէ՞, հա, բայց ես էլ ված չի, որ ինչպես ասում են, իմ մոտ էսպես է մի բան, եթե մի բան շատ ուզում եմ, ստացվում է, լավ է լինում։ Իսկ որ գալիս ես, սենց ասեմ, ձերոնստոն, որ գալիս ես նոր տարվան, ինչն ես ամենաշատը սպասում, որ պատրաստած իրեն որ ուտես, էլի սենց։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Պարտադիր, մամայի ամեն ինչ որ մաման սարքում է, դա շատ համով է։ Ուղղակի գիտես ինչն է վատ, այնքան շատ տեսականի է սարքում, իմ ստամոքսն է մի քիչ փոքր տեսակի է պատկանում, էլ փոքր տեսակներից է, նայում եմ ասում հեսա բոլորը կուտեմ, դրանից շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում, հաջորդ տոնել եմ իհարկե գալիս բացը լրացնելու համար, բայց իրոք մաման շատ համով է պատրաստում եւ անցած տարի ինձ սովորացրեց կիևսկի կոտլետ պատրաստել։ Ես ստացվեց շատ համեղ։ Նոր է սովորել Կիևսկի։ Կիևսկին հա կոտլետ չէ պատրաստում եմ, բայց Կիևսկին չեմ մարել երբեք, արել եմ, որտեվ միշտ աշխատում եմ, գիտես, այնտեղ շատ էր զբաղվածությունը, այդ օրերին ամանավանդ ամեն օր ես աշխատանքի։ Ես առաջ անգամ Կիևսկի կոտլետ պատրաստել եմ եւի 17 տարեկանում, 16-17։ Դու ես պատրաստել։ Այո։ Հետաքրքիր է, մալադեց Դավիթ։ Ես եմ սիրում։ Ձեր տանը դու պատրաստում ես, փաստորեն տիկնոջ շփոթում ես։ Այդ ժամանակ եմ պատրաստելու մեջ։ Այդ վերջինն էր, առաջին եւ վերջինը։ Շատ։ Իվե ջան, իսկ ընդհանրապես ո՞նց է նկարանման հրապարակում, որ գնում եք դու պարոն Եդիգարյանի հետ նկարանման հրապարակ։ Ոնց է այդ, եթե իրար հետ շուտ դեր ունեք իրար հետ կապված։ Չէ, նորմալ է, առանց միջադեպերի անցնում, չէ, իսկ շատ լավ խաղում ենք միասին նույն դերերը, ուղղակի երբ որ միասին պետքա գնանք, դա է դժվար, որովհետև ինքը սիրում է միշտ ոչ թե պունկտուալ, այլ ժամանակից կես ժամ շուտ լինել։ Ես էլ չեմ ասում կես ժամ, բայց մի քիչ
Էժամ ուշ։ ու էտա լավա որ այդ գնում եմ չեմ ուշանում կամ չնայած 1001 միլիոն իրան եմ ուշացնում բայց նկարման հրապարակում չէ շատ նորմալ Հիշում ենք վերվարածների մեջ ովքեր են արել որ շատ նույնիսկ հավես է պապա այդ խաղալը նույն հրապարակում հետաքրքիր է եղել է որ առանձին միասին չլինեք ուրիշ ֆիլմերի մեջ այտենց զգացել ես պակաս այսինքն պապան ստելներ լավ էր էլի սենց ճիշտ ասած չէ մի քանի տեղ նկարվել ես էլի ուրիշ ֆիլմերում ես նկարվել հա չէ տենց չեմ մտածել ստեղ լինել լավ որտեվ վառի տեղել է երկար տարիներ 3 տարի մոտավոր խաղացել ենք նույն ֆիլմը բայց իհարկե թե միտեղ ես նկարում ուզում եմ պապան նույնպես այդ ֆիլմում լինի ինչ խոսք պարտադիր կամ ինքն է լինում ուզում որ ես էլ լինեմ այդպես չէ դե համել սիրված եք էլի սենց ժողովուրդը սիրում է միասին տեսնել հայր եւ դուստր հետո ասոցացնում է վերվարածների հետ արդեն այ օրինակ հիմա որ ես մեր նմանակների հեռուստասերիալը եւ անոնսն են տեղադրել կարծեմ YouTube-ում թե Instagram-ում չեմ հիշում այնտեղ տեսել եմ միտեղ կոմենտներ էին բոլորը գրել ու բոլորը գրել էին հիմնականում նշել էին հիշել վերվարածները բա ինչ լավ վերվարածների դերասանները նորից միասին են երևալու ոչ թե ինչ լավ որ ես դերասան այլ բոլորը միասին նորից նույն սերիալում լինելու են եւ միայն շատ լավ արձագանքներ էր իսկ այն ժամանակ որ եկին եք նկարահանումների բան տենց հին դերասաններով էլի Հա Ելնում էր դեպքեր որ տենց բլոտ խաղան կամ կարտ խաղան, չգիտեմ, նարդի շախմատ։ Անա բան է խաղում, պոկեր։ Պոկերի։ Հա, օրինակ այդ ձայնագրման տեղ կար, մեր ստուդիայում որ գնում ենք ֆիլմը ձայնագրելու։ Այս տեխնիկան չկար, կոմպյուտեր բան եւ այլն։ Եվ հերթով կանչում էին դերասաններին, որ մտեն ձայնագրեն, ջարու եք խաղալ։ Հա։ Դու ջարու եք խաղալ, չէ՞։ Հա, դու ջարու եք խաղալ։ Անա, եւ այնտեղ պոկեր էին խաղում, շատ լավ էր խաղում Խորեն Աբրահամյանը։ Հա։ Գործից հասկանում էր էլի, շուշուս է, էս է։ Պոկերը ծխել է, չէ՞, սիրում է, այդպես շատ ծխել։ Խմել է սիրում, խմել է սիրում, պոկեր էին խաղում հիմնականում։ Հա։ Իսկ տես պատմություններ եղել է, որ ջղայնանան կամ չգիտեմ, կռվեն։ Վիճեն։ Հա։ Չէ ասի։ Չէ երևի։ Չէ։ Որտեվ մարդ կա անկախ մասնագիտությունից ջղայնանում է, չի սիրում պատվել։ Բիսեդկի բլոտ խաղացողներ են։ Հա։ Ուրեն Աբրահամյանը լուրջ պոկեր խաղացող է, տարբերությունը շատ մեծ է, էլի։ Բիսեդկի բլոտ խաղացող, գիտեմ, կորրում է անգերոջ վրա, բայց քեզ չասի ինչ մարդուր են էլ ասում, տավի դու չտեսա եւ այլն։ Տեսարի չորես։ Շուտ ներողություն, շատ ներողություն։ Հա, իհարկե։ 5-1։ Ընթացքում 5-1 խաղ։ Հա, բան չունեմ ասելու։ Ես խափե չեմ սիրում խաղալու ժամանակ։ Ես էլ չեմ սիրում։ Հա, շատ լավ։ Ուրեմն մի անգամ գցի։ Հիշում եմ տարիներ առաջ ճայել էինք էլի։ Դի գնայինք որակրոջս դուրս եկա փողոցի տղաներից մեկին ասի գնանք Ամիրյան գանք իրար հետ ասի էլի։ Ասի գնանք, ասեց գնանք։ Գնացինք իրան թողեցի դուրսը ցուրտ ծմեր։ Ասի սպասես 10 րոպեով մտնում եմ մորքուրից տուն դուրս գամ։ Ամառ մտավ մոռացա։ Ամենը կերծամ էլի։ Որ մարդ կա այդ ասի։ Հա, մոռացա եմ, մորքուրից հաս դրես, բան նստա մոտ մի ժամից ավել։ Որ դուրս եկա տեսա կանգնած։ Դա մեքենայի մեջ էլ չի եղել։ Մեկին էլ ինքն է բռնել խոսում որ ժամանակ։ Այդ հերախոս չնելու բանը դա չէ որ զանգի ասի։ Ասեցի եմ ասքեջ։ Ու էլ խաղում։ Դու շեշ ես։ Հա, դու շեշ եմ դեռ ճիշտ է։ Ու գնացինք գամար դու։ Երկու։ Շատ լավ եղավ էլի։ Հա, ծնում է էլի մեկ որ մարդ ես էլի։ Հա, մոռանում ես։ Հա, հիմի մերն է։ Սեյք, արի սենց խաղամ, հələ ռիշ չան էլի։ Իսկ տես պատմություններ եղել է, պարոն Էլիգայրյան։ Ստեղի հետ կապված էլի, պատմել եմ կարծեմ էլի թիմիով։ Մի տարի առ 2000 թիմն էր, եկանք էստեղ։ Բանի,
Յուրախավերի։ Հա։ Մեր ծանոթներից մեկը, որը ստեղ է ապրում, մեր ընկերոջ ազգականն է, ասեց 5 օրից ասեց հարսանիք ենք հրավիրում էլի։ Դստերն էր ամուսնացնում։ Ես ասենք կգանք։ Գնացի Little Paris խանութ կա։ Հա, հա։ Այդ կոստյում առատել ինձ համար։ Որ հետո Հասանիք է։ հարսանիքի համար չարը։ Հա։ Մի օր հարսանիքից հետո ելույթի էինք մենք։ Վիշելի Բել, Բել բան ու Վիշերում դալիճ կա, տեղ ելույթի էինք, էլի։ Եվ դե համար առավ, այս դե հարսանիքին ասի դե թազա կոստյում էլի, նոր հակա գնացի։ Հետ մարմնև մարդ եկել է տնեմ հոտոտում է, էլի ինձ։ Սիս ինչ անում է մարդ։ Ասի դերողություն ինչ եք անում, ասեց հայրենիքիս հոդը գարդեմ։ Ինչ հայրենիք։ Մի օր առաջ եմ առել։ Կոստյումս տեից եմ առել, չէ։ Հայրենիքիս հոդը գարդեմ, վերջը։ Ինչ է սեվայ Երեք դու։ հա։ Լավ չի ասում ես էլի։ Ասում ես ոնց է։ Հայրենիքի սոդը կառնեմ, ոյ ինչ լավ է։ Բայց չեմ խփում, պարոն։ Ինչի՞ չես խփում։ Չէ, ստե բացում եմ, 4-ը։ Վերջը։ Փախնում եմ։ Չարուս է։ Հայրենիքի սոդը կառնեմ։ Չպեցի, հա։ Չէ, չէ։ Իսկ հիշում եք, պարոն Տիգրան, ձեր առաջի դերը ո՞րն է եղել, որ կանչել են ֆիլմի մեջ նկարելու ու առաջին Առաջի բեմի դերն էլ Ֆիլմը, ֆիլմն եմ հիշում։ Ֆիլմը կյանքի լավագույն կեսն էր։ Ալբերտ Մկրտչյանի։ հա։ Կյանքի լավագույն կեսը։ Քանի տարեկան եք էջ ժամանակ։ Երևի 29 կամ բան տենց։ Հա, այդ Հա, երևի 28 գուցե։ Սպասի, որ թվին նկարեցի կյանքի լավագույն կեսը։ Ներողություն, չէ, փոքր է ավելի։ Հա, ես ես արմա։ Չէ, 25 տարեկան է ավելի ճիշտ, 25։ 25 տարեկան է, 75-6 թիվներ, հա։ Եվ ամենահետաքրքիրը ինչ է։ Այդ ֆիլմը խուլիգանի դեր եմ խաղում, փոքր մի ժամանակ ինձ անընդհատ ինչքան գողական խուլիգան, հանցագործ բան։ Անիծվածներից առաջ է։ Հա, անընդհատ։ Հետո ինչ որ, չգիտեմ, թարգեցին, սկսեցին կոմիկ դերել տալ, բան չեմ ասում։ Մի խոսքով։ Ուրեմն երջանկա հիշատակ Հենրիկ Մալյանը, իմ ղեկավարը, գալիս եմ կինոյի տուն պետք է մտնեմ, ինքն էր գալիս, միասին պետք է մտնենք, դե թատրոնում իրար հետ երկար տարի աշխատեցինք։ Հա, ասեց, լսի, ասեց, երազում ես երեք քեզ էի տեսել, այդ ֆիլմը նայել էի, մի երկու օր առաջ նայել էր։ Եվ ասում եմ, երազում ես քեզ տեսա, կանգնած հայհոյում էիր բան սենց էլի, հասկանում ես։ Ֆիլմի բան։ Հենց լավ զգացի, որ Հենրիկ Մալյանը հենց տապավորվել ու նույնիսկ երազում է տեսել։ Վերջը։ Որ մի իրան։ Այդ առաջի ֆիլմս էր։ Իսկ բեմ առաջի անգամ բարձրացել եմ ռուսական թատրոնի բեմ, ժողովրդական թատրոն կար։ Մեր երջանկահիշատակ Ռաֆիկ Գրիգորյանի հետ էինք, առաջի քայլերը որ անում էինք, ժողովրդական թատրոնում էինք, խաղում էինք Աստրովսկո անոժիտը։ Ես խաղում էի Վոժևատով։ Ռաֆիկ խաղում էր Պարատով։ Ծաղկող բուրժուազիայի բան եւ այլն։ Շատ տպավորված էի, շատ հետաքրքիր էր, առաջի դերս էր։ Ու հետո պաշլայի, հա։ Սկսվեց։ Հա, ու սկսվեց էլի ջարուդու։ Իսկ բանից Մոսֆիլմ կամ չգիտեմ ռուս ֆիլմ, որ այդ ֆիլմերից առաջարկել չէ։ Գերմանացու մոտ եմ նկարվել։ Հա։ Գերմանացու մոտ եմ նկարվել։ Մոսֆիլմում են էպիզոդ նկարվեցի Մամաշա Անուշ ֆիլմի մեջ, ուրեմն Արաբաունն էր նկարում Ախիջակովեի եւ Լև Դուրովի հետ։ Շփվել եմ, լավ Դուրովը հումորով մարդ էր։ Չիկարխանյանի հետ եմ շփվել, նկարվել։ Ամերիկյան ֆիլմում եմ նկարվել կինո աստղի հետ։ Հա, Բրեդի Քինգն էր ռեժիսորը, իսկ այդ գլխավոր դերակատարը Բեն Ֆոստեր։ Շատ ճանաչված, շատ ֆիլմեր եմ գլխավոր կավբոյսկի բան, վեսթերն եւ այլն։ Հա, այդտեղ եմ նկարվել։ Էլ ինչ գերմանական, ամերիկյան, ռուսական։ Տենց էլի նկարվում էի, բայց շատ քիչ եմ նկարվել։ Դե այն ժամանակ ավելի։ Ես այն ջայլ վախտս շատ նկարվեի, էլի, պրոստը խեք չունեին շատերը, որ ինձ
օգտագործեին, որովհետև մեր Ձիմա Կեսայանը մեր հանիզվածների ռեժիսորը ինձ մի անգամ հաջողակցություն ասեմ, ոնց հիվանդանոց պարկած էր գնացի տեսնելու ընկերոջս հետ։ Ասեց Աշոտ ջան, ասեց, ես քեզ ֆիլմից հետո իհարկե, ասեց հանձինս քեզ նավթի հանքտա մի կրուշկա վերցրեցի։ Եվ հետո իմ վրա սցենար գրեց ինքը ինձի նկատի ունենալով, հետո ֆինանս չեղավ որ նկարի։ Հետո մայից առաջ մի հատ ուրիշ ֆիլմում ես արդեն դեր ունեի, ասես նկարվելու ես անպայման, հաստատվել էր ֆիլմը ամեն ինչ բան եւ այլն։ Խեղճ մարդը մահացավ, այո։ Տաղանդավոր, շատ տարօրինակ բնավորության դեր մարդ էր։ Որտեւ բան դժվար մանկություն բաներ ունեցել ինքը, էլի ինչ որ աքսոր բան, տենց։ Ինքը շատ տաղանդավոր մարդ էր, շատ վերինաշատ։ Բանը հիմա որ ֆիլմ են նկարվում, բան, ասենց նկարներ ունեն ֆիլմերից, չէ, իրանց դերերից, դե նորմալ է, հեշտ է, հեռախոսը ձեռքերին է վերցնում։ Իսկ այն ժամանակը տենց բան եղել է, որ օրինակ դե ֆոտոխցիկ եղել է, որ նկարել են ինչ։ Ես հիմա ասեմ, մեր ժամանակ, երբ որ ես ակտյորսկի դերասանական ընդունվեցի, ես դերասանական ավարտել եմ, հետո ռեժիսորականն եմ ընդունվել։ Ալբերտ Մկրտչյանի կուրսը։ Մեր ժամանակ մեր ընդունելության 350 դիմում կար, որից մնաց 200, որովհետև նրանք նայում էին ֆոտոգենիկ ես թե չէ, կինոգենիկ ես թե չէ։ Եվ զտվեց 200 հոգի մնացին, 150 դուրս եկան։ Հիմա ինչ ռոժ ասես էկրանով երևում է։ Հիմա այդ գենիկ, մենիկը չկա արդեն, всё պրծավ, հա։ Բայց շատ կարևոր է այդ կինոգենիկ լինելը, ֆոտոգենիկ լինելը։ Եվ վերջում 15 հոգի ընդունվեցինք իհարկե, շատ մեծ կոնկուրս էր, շատ։ Եվ դա մի փուլ էր, ֆոտոգենիկ ես թե չէ։ Հետո գալիս է երկրորդ, երրորդ եւ այլն։ Կինոստուդիայում կար կարտացեկա է կոչվում, ռուսերեն է, բան։ Ոնց կարտացեկա։ Մի խոսքով մեր քարտերը, մեր պատմությունները, քարտերի վրա լրացրած մազերիդ գույնը, լեզուներ գիտես, բոյը եւ այլն։ Ինչ կարող ես անել, ասենք ես օրինակ ավտոյով տրյուկներ քանի անգամ արել եմ եւ իմ անունի դեմը գրացել Վազիցել Կասկաջով։ Վաու։ Ապա բանի Կարեն Գևորգյանի ֆիլմում տենց տրյուկներ արեցի, բերել էին սպորտ, մաստեր սպորտ։ Ասեցի, եթե չթողեք ես անեմ, ես չեմ նկարվի ուղղակի։ Կոչվում էր հրաժեշտ բնավորության գծի հետ, որը մի շարք ռեժիսորների երեսից փակվեց այդ ֆիլմը, որովհետեւ տաղանդավոր եթեր չգնաց։ Չթողեցին։ Մենք ձայնագրությանը ես այդ ֆիլմի կադրեր եմ տեսել։ Որտեղ ինքը տաղանդավոր մարդ էր Կարեն Գևորգյանը։ Եվ օպերատոր էր եւ ռեժիսոր էր։ Եվ ոմանք կային, որոնք չէին ուզում, որ իրենց կողքից ավելի շնորհքով մարդը երևա։ Ինչևից։ Այն ժամանակ էլ այդ բանը էր։ Չեն ելվում։ Ձեր հետն ա գցել։ Կային տաղանդավոր մարդիկ, Բագրատ Հովանիսյան, նույն Ձիմա Կեսարյան, Դմիտրի Կեսարյանը, Կարեն Գևորգյանը, որոնց չթողեցին, որ մարդիկ ստեղծագործեն, լավ գործեր անեն։ Բայց այդ սովորել եք այդ տենց քշելու կասկադյորական ձերի քշելուն, թե ուղղակի սիրո։ Շատ քիչ պարապեցի, բան, ավտորալլի, դա գտնվում էր Շամպանսկու ձոր, Շամպանսկու վերը, ներքևը տեղ կար։ Բան էի, քշող չէի, ես շտուրման էի, շտուրմանը առաջ նստում ես կողքը, քարտեզով, որ ասես աչզակ եւ այլն բանա։ Բայց սիրում էի, ջայել էի, ռիսկով էի եւ այլն։ Այնտեղ նույնիսկ Հայկազյան Մեսիկը ասիստենտը ռեժիսորը եկավ, ասես գլուխդ մահու ես տալիս, բան ինչ գործ ունես։ Ոչ մեծ սովետաշենի դքեր կան այնտեղ մոտոքշովների։ Եվ իրոք շատ վտանգավոր էր։ Այսինքն բան էինք իշտում։ Հա, գիտեմ։ Զարիթափ եւ վերելք բան մի խոսքով շատ դժվար բան էր, բայց մենք արեցինք, ակով արեցինք։ Հետո բացի դրանից էլի մի քանի անգամ եղել է այդպես որ քշել եմ, ասենք քաղաքի մեջ, այդ բումերանգ պատվիրումներ, չէ, ֆիլմեր կար, գայի պատվերով էր, որտեղ ցույց են տալի ոնց կարելի է չքշել, ոնց չի կարելի քշել։ Եվ այդտենց առիթից քշում էի, հա, այդպես բաներ անում էի, սիրում էի, մեքենա սիրում էի։ Իսկ այդ բանը ֆոտոներ բան պահպանվել է ձեր օրինակ ժամանակ։ Սա վերացրին կինոստուդիան։ Չէ, դուք ձեր անձնական արխիվում ունեք տենց հին ֆոտոներ։ Ունեմ, իհարկե ունեմ։ Հայաստանում։
Հա, Հայաստանում լավ արխիվ ունեն, հա։ Չեք բերել էլի ստեղ։ Չէ, թերթեր որտեղ իմ մասին գրած է, բան, տարբեր թերթեր է, հին մի խոսքով։ Վա, հիմա այսի այն որ ասում է զույգ է գնում, տենանք չնացօգուտ չկա, բայց Չէ։ դե կարող է մեկով բերեք, մեկ կարող է մեկով բերեք, էլի։ Հաստատ լավ է։ Հա, ասում։ Արա, Լեսի կես դա, հիմա այսպես զույգ բերեմ։ Ալեքսի զույգ բերի բերես, Հիմա այսպես զույգ բերեմ։ Հիմա այսպես զույգ բերեմ, չէ։ Որա քիչերում բերես։ Բան չէր մնաց։ Այ քեզ բան, տեսա՞ր ինչ արեցի։ Բանը, արի բանը լի։ Հա։ 0-0, նիչ։ Հա, սենց Հա, էլի հետո բարեկամաբար բաժանվենք, հա, ճիշտ է, սա։ Էս ուդից էր ավել։ Դա ավելն է, Հա, ավելա մեջ է լինում, հա, ճիշտ է, որպեսզի Արի, էս գորի չկորի։ լավ խաղացինք, հեչ մի ասա։ Շուտվանից նարդի չէ։ Խավեսներս հանեցինք երկու պարտիա։ Հա, դե նարդին լավ զբաղմունք է, էլի։ Հա, դե Ես մարդիկ գիտեմ, մեր թատրոնում առավոտ գալիս էր Մոսոկատ, մեր լավ ընկերն է, հրաշալի մի հատ անձնավորություն։ Առավոտ գալիս էր 10-ին թատրոն, նարդին գցմել մինչև 6-7 տուն գնալ։ Խելքը գնում էր նարդի խաղալու համար։ Ես 1-2 խաղում եմ, ձանձրանում եմ, հավեսս պակնում, բայց ինքը շատ էր սիրում, շատ։ Հա, դրա համար շախմատ չեք սիրում։ Դե շախմատ գիտես, Երկար է նկատի ունի։ գիտեմ խաղալ, Հա։ կամ պետք է այնքան մտածես դիմացին նադայել էլի, որ դու կրես կոս։ Չէ, չձգեցի, չգիտեմ։ Ես հիշում եմ, որ- հետաքրիր խաղ է։ Հա, չէ, դե Շախմատը բնական։ հետաքրիր, անալիտիկ մտածողություն է քեզ մտածել եմ։ բանում, այո։ Ես հիշում եմ, որ ասացիք, որ բոքս եք շատ սիրել։ Շատ։ Իսկ թենիս, սեղանի կամ չգիտեմ, բիլիարդ տենց։ Խաղում Ուղղակի համեսին նայել, հա, հաճույք է։ բայց բոքսի համար ֆանատ եմ։ Ես բոքսի բոլոր չեմպիոններ, պրոֆեսիոնալ ռինգի, բան, պատմություն եւ այլն շատ։ Սոնի Լիստոնից բռնած մինչև Ֆրեզեր, Մրեզեր եւ այլն։ Շատ եմ սիրում։ Բոքս, բայ без правил, arm fighting-ի ուրեմն ֆեդերացիայի ես պատվավոր անդամ եմ։ Հա։ Այդ ֆեդերացիայի։ Հայաստանում է, չէ՞, ֆեդերացիա։ Հայաստանում, հա։ Շատ եմ սիրում դες սիլավոյ բաները։ Հա, սիրում եմ դες բաներ նայել։ Մեկ TV-ով դնում եմ լավ նոկաուտները բան նայում։ Ուղղակի ափսոս չթողացին ծնողներս բոքսյոր դառնայի, էլի չթողացին։ Լավ արդյունքներ ունեի, հեծանվա սպորտով էի զբաղվում, տրեկավոյ։ Հետ էլ հանեցին մի խոսքով։ Մի խոսքով գնացինք դարձանք դերասան։ Էլ մի ասա, չէ, դերասան շատ էի սիրում։ Հա, չէ, դերասանի կամ ցանկացած արտիստի գնահատականը ժողովրդի սերն է դեպի քեզ։ Սիրում էի, ծնողներս համաձայն չէին, բայց ես շատ էի սիրում։ Հետո որ թերթում նկարով տպել էին, հայրս թաքուն ծալեց մի անգամ դրեց գրպանը, ցույց տա տաղեսա էլի։ Բայց ինքը ասում էր գնա ինժեներ դարի, տնտեսագետ դարի բան։ Չէ, որակրոջս փեսա պրոյեկտներ համալսարանի։ Մարդ ասես գործերը տուր արի էկոնոմիստի ընդունվի, տնտեսագիտական ասիչ։ Իսկ բանակի այդ ալբոմներից ունեի, պարոն Իդիգարյանը, որ բերում էին հետները, չէ՞։ Հա, դե ես տես բաներ ես սկի զինվորական շորերով չեմ եկել։ Հա։ Չէի սիրում։ Բաթումում եմ ծառայել, 11 անգամ եկել եմ։ Վրաստան։ Հա, Հա։ 11 անգամ եկել եմ տուն։ Օրենքով, անօրեն փախել եմ բան։ Եվ իմ գրաժդանսկի շորեր ունեի, ես իմ կոմանդի ռոտնին չգիտեր, որ ես արդեն փողը տվել եմ, ինձ այնտեղ կնիկը խփել են։ Կանչեցի մի հատ մալդաբան մեզ Բալթյան երկրներից մի խոսքով մեկը կար, ասի Բենդերեո, ասի զամենի мне, пожалуйста։ Ասի իմ տեղը կայնի դնևալնի եմ ես, պոստի եմ։ Ասի ես մի հատ գնամ շատ ներողություն, ասի գնամ տուալետ գամ։ Սա կանգնած ես բանալեցի ու թռալ, բոլքից դուրս եկա։ Դենցել մնաց թե չգիտեմ։ Եկել եք Հայաստան։ Հա, բայց ինչ արել։ Եկա գրաժդանսկի հակաբան փոխվեցի Բաթումում։ Նստեցինք Հա, ավտոյի։ բայց լավ է, մարդիկ շատ են գալի, Բաթումի գալիս են հանգստանալ, դուք ինձ այնտեղ։ Բաթում հրաշք էր։ Սաղորը ծովափին էինք։ Հա։ Այդ շորը ավազով ծածկում էինք մեր, բան։ Հա, որ չեր Այ, վազի։ ինչ լողացի։ Մի անգամ տես դեպք եղավ, ուզում ես պատմեմ։ Հա, ոչ չէ։ Մայոր Վալչկով կար։ Լողանում ենք, ես ու ընկերս Հրանտը, սա ինձ տեսավ, ճանաչեց։ Եկավ ասեց Իդիգարյան, դու ասում ես, ասի, ошибались, ошибаетесь, нет. Я не знаю.
роковой говорит. Как это? Ну хорошо, бан осидел. Уса գնաց սկսեց շորերը հագնել, եկել էր բան։ Հա, եկել էր։ Հա։ Գողանալ։ Ինգելոջ ասի իրան թրակ։ Վրաս հասցեինք հագնենք շորերը վերցրինք, վազելով, որը հագնելով, որը մի հատ տաքսի մի անգամից փողել ունեինք։ Գիշերները նստում կարտ էինք խաղում, վրացիկից թուրքերից փող էի տանում։ Հա, 100-150 անետ ամեն օր համարյա ունեի։ Ու նստեցինք տաքսի եկանք Պոլկ, գնացի վրաս փոխվեցի բան եւ այլն։ Ոնց որ մենք չենք եղել։ Ապուշը միջև եկա, միջև պաստրայենի արեց, շարեց բոլորից բան։ Կակ։ Что как? Ты там ասեմ չէ, մարդես ընդ չէ, սպորտից դուրս չեմ եկել, սաղորես հարցը տղեկ։ Ոչ։ Գժվավ ես մարդը ինքան խփում էր իրան։ Վերջ չկարեցա որ ես հաստատի որ ես եմ եղել։ Մի խոսքով։ Շատ լավ հիշողություններ ունեմ բանակի հետ կապված, շատ։ Հիմա էլ ասենք, որ Երևանում եմ անպայման պետք է մի շաբաթով Բաթում գնամ։ Շատ եմ Դե զորամասը բան կա, թե Չէ, չկա։ Այդ փողոցը բան էլի թակի։ Հիշողություններ ունեմ, որտեղ մենք ավելի շատ քաղաքում էինք, քան թե Պոլկում էինք։ Ծանոթներ ունեի, այնտեղ բնակարան ունեին, բան, այդ ծովի ափը, բան, շատ քաղցր հիշողություններ արտանում էլի, ոնց գնացինք, ոնց 20 տարեկան էինք, շշմելու բաներ, շշմելու։ Գիտեմ։ Մի խոսքով, հիմա էլ անցած տարի եղել եմ Բաթում, հեսա վելի այս տարի ամառը գնալու եմ, մի շաբաթ կետամ։ Սիրում եմ։ Շատ լավ։ Դավիթ ջան։ Բան որ ֆիլմը, որ նկարվել եք օրինակ, էլի նորից այդ ֆիլմը կուզեիք նկարվել։ Ձեր ամենասիրած ֆիլմը որն է եղել։ Ես կուզեի բումերանգները խաղայինք։ Կարճ, Կարճ, այնպես լավ էր, հաճելի էր։ Հա։ Կանում էինք 2 օր, 3 օր նկարում էինք, աղագին էլ փող էին տալիս։ Վատ չէր էլի, հա։ Այդ բումերանգների ժամանակ շատ լավ էր։ Հա։ Մի խոսքով Դավիթ ջան։ Բայց վերվարածները այն որ սենց Այդ ծրագիրը ստացվեց էլի, այդ Դե նկատի ունեմ արդեն ճանաչելիության առումով ճիշտ է, ինչքան էլ ձեզ ճանաչում էին մինչև այդ թատրոնից, բայց որ եկա վերվարածների շրջանը արդեն վերվարածները դա շատ ստացված պրոյեկտներ են, շատ լավ ստացված։ Եվ չեմ պատկերացնում ուրիշ ֆիլմ, որը այդքան 3 տարի գնաց այ բալա, 3 տարի։ Բայց լավ էր, էլի։ Նա տեսեք ճանաչում ենք, ես ձեզ ճանաչում եմ, շփվել ենք մի քանի անգամ, էլի հանդիպել ենք, բայց որ վերվարածները նայում եմ, ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինի։ Անկեղծ եմ ասում։ Որ փայլակը լրիվ ուրիշ մարդ լինի, Աշոտեդիգարեն լրիվ ուրիշ մարդ լինի։ Ես մեր Կիմ Երիցյանը կար, երկնայնակայություն հոգում։ Ասում են բացասական կերպարը, դա պարավոզն է, քաշովն է։ Դրական կերպարները դրանք վագոններն են, բացասականը դժվար է։ Ես նույնիսկ հոգեբանորեն վրես ազդում էր այդ կերպարը, որովհետև զզվել էր։ Նույն անիծվածների մեջ այդ յուրիստի գլխին որ սարկում էի։ Արա չէի կարողանում, վատ էի զգում։ Հետո տանում հյուրասիրում էի, բան էի անում, որ յանի բարձա։ Բանը բարձի մեջ եմ մտցնում, ոչ թե իր մարմնի մեջ։ Հա, դանակ։ Բայց վատ էի զգում, որտեղ ես բնույթով մի քիչ ուրիշ մարդ եմ։ Հա, չէ, ես Նույնը էս վերվարածների շատ դժվար էր, շատ։ Բայց այն որ շատ սիրում, շատ լավն է այդ։ Դե համով է, ված Սերոժի նայում հետ, եմ, հա, Սերոժն շատ շնորհքով տա։ հա, Սերոժի հետ, Փոճապալի հետ, Ռոզայի հետ։ Տղեկը սաղ էլ լավն է։ Սիրիկ Կիրակոսյանի հետ, Հա, Էլիասվացովի։ սովորմիրը։ Շատ հետաքրքիր սիրուն, լավ նայվում էր այդ։ Ստացվեց։ Ընդհանրապես, Անթարամեն ստան այդ Հա, ստացվեց։ ամենտեղ կա եք էլի այդ փայլակի կերպարը ու հետաքրքիր է շատ է։ Լավ, այսքան նստեցինք չսովածացանք, եկանք Սովածացանք, էնել ոնց սովածացանք։ Եկանք հաց ուտենք, հա, մարդ, այս նարդին դրեցինք մի կողմ։ Ու գնանք հաց ուտելու արդեն։ Գնանք հաց ուտենք, բա ինչ։ Այն որ ասում այդքան մի բաժակ բան խմենք, օրներս անցնի։ Իվետա, եկեք սեղանը սարքեք հաց ուտենք, Իվետա։
Դավիթ ջան, Ջան, ոտքդ բարի լինի, այո, առաջինը լինի, վերջինը չլինի, երբ կամենաս, սովորել ենք տանտերը արդեն։ սիրով Դավիթ ջան, Մեծ համեցեք դուք, ու ընկերները, մեր Վարդանը, բոլորով, շնորհակալ։ ուրախ է այսօրվա համար, Դավիթ ջան։ Մենք ենք շնորհակալ եմ, որ Սենց առիթները մեզ անպակաս։ Միշտ թող ձեր սեղանը sense լիքը լինի, ոնց որ ասում են, ինչքան պակասացնելու ենք, թող Աստված հազարապատիկը ավելացնի։ Ուրախ է ես հանդիպման համար։ Լուսնագիշեր։ Լուսնագիշեր, բոլորովին քունչուն է, ինձ տեսնողը կարծում է, թե քունչուն եմ յարը, քունչուն եմ։ Դե բարի ախորժակ, Մերսի, մերսի։ գնացինք։